Շարունակվում է առավոտ լուսոյի տոնական հաղորդումը վիկենդյան շրջանակներում եւ մենք այսօր հյուրընկալելու ենք մեր առաջին հյուրին։ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյան։ Բարի լույս։ Բարի լույս ձեզ։ Բարի լույս, պարոն Խաչատրյան։ Բարի լույս ձեզ։ Շնորհակալ ենք այս առավոտը մեզ հետ սկսելու համար եւ իհարկե առիթն օգտագործելով շնորհավորում ենք ձեր ամանորը եւ իհարկե գալիք Սուրբ Ծնունդ ու ունենք այդ հնարավորությունը, որպեսզի դուք էլ ձեր մաղթանքը հղեք մեր հեռուստադիտողների։ Նախ շնորհակալություն եմ հայտնում ձեզ հրավերի համար եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանրային հեռուստաընկերության այս գեղեցիկ միջոցառումը, տոնական միջոցառումը ջերմուկ աշխարհում կազմակերպելու համար եւ օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել մեր հայրենակիցներին ամանորի տոների կապակցությամբ, ինչպես նաև ցանկանալ բարօրություն, խաղաղություն եւ շնորհավորում եմ գալիք Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Շատ լավ է։ Պարոն Խաչատրյան, ինչ նոր ծրագրեր են մշակվում Վայոց ձորի մարզի տնտեսական ու արդյունաբերական ներուժը խթանելուն։ Մարզինքը հանդիսանում է հիմնականում զբոսաշրջային եւ գյուղատնտեսական ոլորտով զարգացած մարզ։ Հիմնական ներդրումները կառավարության եւ մարզպետի աշխատակազմի կողմից ուղղորդվում են գյուղատնտեսության եւ անասնապահության զարգացման համար։ Ունենք բավականին ծավալուն պետական աջակցության ծրագրեր, մանր եւ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի ավելացման հետ կապված պետության խրախուսման միջոցով կառուցում են խելացի անասնագոմեր, խրախուսում են պետական աջակցության ծրագրերով հիմնվում են ինտենսիվ այգիներ, դրանք նորարարություն են, նաեւ հենց գյուղատնտեսությամբ զբաղվողների համար նորություն են, որը բարձրացնում է բերքատվությունը, արդյունավետությունը, պաշտպանում է կարգտահարությունից եւ ցրտահարությունից։ Նույնիսկ ունենք ուղղություններ ոչ ավանդական, օրինակ մարզինքը երբևէ խեցգետնագործությամբ չի զբաղվել, բայց նաև ունենք պետական աջակցության ծրագրեր խեցգետնագործության զարգացման համար։ Կարելի է նշել, որ այդ ուղղությամբ բավականին զարգացած է գինու արտադրությունը մարզում, Արենի անունը արդեն որպես բրենդ մարզը ներկայանում է Արենի գինու տեսակով, զարգանում է խաղաղագործությունը, որը նպաստում է մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների զարգացմանը։ Պետությունը նաև ունի օժանդակ ծրագրեր բնակարանների մատչելի կառուցման համար, որն ուղղվում է հիմնականում սահմանամերձ բնակավայրերում, այդպես կոչված 16 միլիոնների շրջանակում սահմանամերձ բնակավայրերում հնարավորություն են տալու կառուցել նոր տներ, որը նպաստում է մարզում գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։ Ձեր նշած յուրաքանչյուր ծրագիր առանձին եթե վերցնենք մի ողջ հաղորդման թեմա կլինի, որպեսզի մանրամասն քննարկենք։ Իրականում շատ բուրըն աշխատանքներ են տեղի ունենում, բայց նաև հետաքրքիր է ինչպես է մարզպետարանը կապը պահում քաղաքացիների հետ, որպեսզի լսեն նրանց գանգատները, երբեմն խնդիրները եւ ինչ ծրագրեր են իրականացվում, որպեսզի կարողանանք տեղում արդեն մարզի թե տնտեսական, թե արդյունաբերական խնդիրները կարգավորել եւ ներուժը բարձրացնել։ Մարզպետի աշխատակազմը մշտական կապ է պահպանում բնակչության հետ, յուրաքանչյուր ուրբաթ օր կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն մարզպետի աշխատակազմում, բացի դա նաև նախատեսում ենք հատկապես գյուղական բնակավայրերում մենք ինքներս ենք այցեր կատարում, գյուղի վարչական որևէ շենքում կլինի դա դպրոց, կլինի մշակույթի տուն, իրականացնում ենք բնակիչների հետ հանդիպում, իսկ եթե խնդիր է ինչ-որ վարչական շենքում հանդիպել, նույնիսկ մենք տնային այցեր ենք կատարում, տեղում ծանոթանում ենք արկա խնդիրներին, որպեսզի մեզ համար ավելի պարզ լինի, թե մարդը հողի վրա ինչ խնդիրներ ունի։ Փորձում ենք ավելի մոտիկ շփումից այդ խնդիրներին ծանոթանալ։ Այ հետաքրքիր է իմանալը, լսելը, թե Վայոց ձորի բնակիչները ինչպեսի արձագանք են տվել ջերմուկում անցկացվող ֆեստիվալ 2026-ի վերաբերյալ։ Արձագանքը շատ դրական է, ես որպես մարզի բնակիչ ցանկանում եմ իրական շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, կարելի ասել երկրորդ ֆեստիվալն ենք մենք մարզում դիմավորում, առաջինը շատ փայլուն էր կազմակերպված, մարզին մեծ օգուտներ է բերել, թույլ տվեք նշեմ, որ ֆեստիվալը ինքը յուրօրինակ հարթակ է, որտեղ մշակույթը, տուրիզմը, արդյունաբերությունը, ինքնագործ խմբերը հանդիպում են իրար եւ հնարավորություն են ստանում միմյանց ծանոթանալու եւ իրենց պրոդուկտը ներկայացնելու համար։ Առաջին ֆեստիվալի ժամանակ բավականին մեծ ներկայացվածություն է եղել,
մոտ 10-ից ավել խոշոր գինի արտադրողներ, նկարիչներ, ձեռագործներ, կավի մշակությամբ զբաղվող կավագործներ եւ ինքը շատ հաջող անցավ։ Եվ ջերմուկում կազմակերպվելիք ֆեստիվալից նույնպես ակնկալիքները շատ մեծ են, քանի որ արդեն իսկ մեր տեղեկություններով գրեթե բոլոր հյուրանոցային համարները, հյուրատները, նրանք ամանորի հետ կապված արդեն իսկ մարդիկ այստեղ են զբաղեցրել են, բայց այս միջոցառումը հնարավորություն է տալիս մարդկանց եւս մեկ անգամ ծանոթանալու մարզին բնորոշ կերակրատեսակներին, մարզում արտադրվող թեյերին եւ այլ տեսակի արտադրանքներին, որը մարզում շատ է լինում։ Իսկապես ֆեստիվալի հետ կապված ակնկալիքները շատ մեծ են, բայց դուք կարծես նշեցիք որպես պաշտոնատար անձ ձեր ակնկալիքների մասին, իսկ որպես տեղի բնակիչ, ինչ ակնկալիքներ ունեք, ինչ է բերելու իր հետ ֆեստիվալը Վայոց ձորի մարզին ջերմուկին։ Ֆեստիվալը ինչպես Եղեգնաձորին բերեց ճանաչում, ես հույս ունեմ, որ դա այդ մեծ ճանաչում կբերի նաև ջերմուկին, թեպետ ջերմուկ աշխարհը ինքը հայտնի է վաղուց իր առողջարանային քաղաք լինելով, բայց սա եւս մեկ անգամ հնարավորություն է, որը ոչինչ չի խանգարում նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար, որպեսզի մարդիկ ել ավելի մոտիկից ծանոթանան։ Մարզում զարգանում է հյուրատնային բիզնեսը։ Դա հնարավորություն է տալիս այդ բիզնեսի զարգացմանը։ Մարդիկ նոր մոտեցում կապված տուրիստական հոսքերի հետ կապված, նոր պահանջների հետ կապված կբարելավեն իրենց սպասարկման ոլորտը։ Եթե ինչ-որ մի բան պակաս էր արտադրվում, դրա պահանջարկը եթե կա, հուսով ենք, որ դա նույնպես կդառնա արտադրություն, որը խթանելու է մարզի զարգացմանը եւ կենսամակարդակի բարձրացմանը։ Շատ լավ է։ Պարոն Խաչատրյան, գնալով դեպի ամփոփում, ինչ կմաղթեք այն մարդկանց, ովքեր տարբեր տեղերից եկել են այսօր այստեղ ու իրենց ամանորն են նշում հենց այստեղ ջերմուկում։ Օգտվելով արդյոք նախ ցանկանում եմ ամբողջ հայոց աշխարհին ցանկանալ խաղաղություն եւ հատկապես մեր հյուրերին, թող համոզվեն, որ խաղաղությունը դա ամենամեծ ձեռքբերումն է, որ մենք պետք է ունենանք։ Ցանկանում եմ, մաղթում եմ, որպեսզի լավ շրջագայեն, ծանոթանան տեղում արտադրող գյուղատնտեսական մթերքներին։ Մեր տաղավարից քիչ հեռու գտնվում է Էմպելասրահը, որի շրջակայքում վաճառում են մուրաբաներ պատրաստված կոնից եւ այլ օգտակար հատապտուղներից եւ մաղթում եմ, որպեսզի լավ գեղեցիկ ժամանց անցկացնեն եւ ուրախ տրամադրություն, ամանալիոտ տրամադրություն ջերմուկից տանեն իրենց ընտանիքներ։ Շնորհակալ ենք այս տոնական ու բուրըն օրվա ժամանակ, որ դուք կարողացաք ինչ-որ փոքրիկ ժամանակ գտնել ու մեզ հետ այս հետաքրքիր զրույցը ունենալ։ Ես եմ շնորհակալ, շատ հյուրընկալություն համար։ Շնորհակալություն, հիշեցնենք սիրելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում էր Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը։ Իսկ մենք շարժվենք առաջ։ Շարժվենք։